Այսօր մեզ է միացել ազգային ժողովի պատգամավոր մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, բարև Բարև։ Դեպեք միանգամից սկսենք կարևորից։ Ով է տակասնում ազգային ժողովում մթնոլորտը։ Ես կարծում եմ ընդդիմությունը հայտնվել է մի այնպիսի ճգնաժամային իրավիճակում, որտեղ պետք է փորձի փողոցային պայքար գեներացնի եւ դա փորձում է անել ազգային ժողովի միջոցով։ Ինչպես։ Եթե ազգային ժողովում վիճում եք, փողոցը կակտիվանա։ Ըստ էության իրենց պատկերացումներն են այդպեսին, այդպես եղավ նաեւ անցած տարի, երբ հունիսի 12-ին Սև Սքեմով նորաթուխ մի քաղաքական գործիչ, որը վայր էր դրել եւ սառեցրել էր իր նախորդ գործունեությունը, որը կրոնական գործունեություն էր եւ հայտ էր ներկայացրել քաղաքական դաշտում, հունիսի 12-ին փորձելով իրավիճակը թեժացնել խորհրդարանական ընդդիմության ծրագրերի հետ։ Հունիսի 12-ին փորձելով իրավիճակը թեժացնել ազգային ժողովի մոտ եւ եթե հիշում եք, այդ օրը նաեւ կառավարության հարց պատասխաններ եւ փորձում են այսպես ազգային ժողով փողոց պայքարը ազգային ժողովի միջոցով գեներացնել, բայց քանի որ օրակարգ չկա եւ օրակարգը կեղծ է, հետեւաբար օրակարգը ընտրություններն են։ Նոր դեմքեր, նոր բեղեր, նոր անուններ, նոր ձևեր, որևէ կերպ ոչինչ իրենց չի օգնում։ Դե ընտրություններ են արժեվում։ Գիտեք, այս մարդիկ պատկերացում չունեն, դա ինչ է։ Այս մարդիկ, այո, այս մարդիկ խոսքը ժողովրդավարության մասին է, ժողովրդավարական ընտրությունների մասին է։ Այս մարդիկ գաղափար չեն կազմում, ինչ է դա նշանակում։ Տարիներ, տասնամյակներ շարունակ զավթելով Հայաստանի Հանրապետության իշխանությունը ժողովրդից, արել են այնպես, ինչպես իրենց է հարմար, եւ արել են այնպես, ինչպես իրենց պատվիրվել է։ Եվ այս մարդիկ չեն պատկերացնում, ինչ է 21 թվականին ընտրություններին մասնակցեցին ձեր նշած մարդիկ եւ հիմա խորհրդարանում են։ Շատ լավ, բայց իրենց պատկերացումները եւ սպասելիքները բացարձակ այլ էին։ Դե հիմա կփորձեն ընդլայնել այդ շրջանակը։ Գիտեք, մենք չենք որոշողը, այսինքն իշխող խմբակցությունը կամ կառավարությունը կամ իշխանությունը չի որոշողը, որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ճիշտ եք ասում, բայց պայքարը սկսվել է ձեր եւ նախկինների միջեւ։ Դա պայքար է այսօր այն ինչ տեղի ունենում։ Այդ ազգային ժողովի միջադեպից հետո հայտնվեց երկրորդ նախագահի մամուլի ասուլիսը, որը ստիպված։ Ինչու ստիպված։ Որովհետև եթե նկատում եք արդեն այն ինչ ժողովրդից որ գողացել են, համակարգերը սկսել են աշխատել, գուցե ոչ ամբողջ թափով, 7 տարի պետք է եղավ դրա։ Գուցե, բայց ես ուրախ եմ, որ այդ 7 տարիների ընթացքում մեզ հաջողվել է կայացնել։ Բայց կա կասկածանք, որ հանուն ընտրությունների է ալում այդ։ Գիտեք, եթե հանուն ընտրությունների լիներ, եկեք անկեղծ լինենք եւ շատ ավելի པարզ խոսենք, լավ։ Եթե հանուն ընտրությունների լիներ, ապա այդ դեպքում օրինակ քաղաքապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններին կամ Երևանի ընտրություններին 50 կամ 100 ձայնը, որը պակասում էր միանձնյա իշխանություն կազմելու Երևան քաղաքում, այդ 100 ձայնը խնդիր չէր լինի։ Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին եւ այդ ժողովրդավարությունը Հայաստանում շատ ավելի, նույնիսկ մեր սպասածից շատ ավելի սահմանները ընդլայնված են։ Հետևաբար այստեղ խոսել ընտրություններով պայմանավորված նման իրավիճակ ստեղծելուն թույլ տվեք չհամաձայնել։ Պարզապես մեղմ ասած չհամաձայնել։ Շատ բարի։ Ինչու հիմա է շրջանառության մեջ հայտնվել նորից մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի գործերը։ Գիտեք, եթե լիներ 5 ամիս առաջ դուք նորից հարցնելու էիք ինչու։ Եթե լիներ 6 ամիս հետո դուք նորից ասելու էիք ինչու։ Եթե իրավիճակը այնպես ստեղծվեր, այսինքն հնարավորությունները հասանելի լիներ, 8 ամիս հետո դուք նորից նույն հարցը տալու եք գուցե կապեիք ընտրություններով,
բայց այն ինչ տեղի ունենում, դա բնական process է եւ որևէ բանով պայմանավորված չի։ Այնքան բնական, որ պետք է ունենա իր տրամաբանական ավարտը։ Մենք ակնկալում ենք, որ պետք է այն ինչ տեղի ունեցել, մինչև վերջ բացահայտվի։ Իսկ երբ դա կունենա տրամաբանական ավարտ, դրա մասին չեմ կարող ասել։ 26 թվականի։ Ոչ։ Չէ։ Գուցե մինչև 26 թվականը չսկսվի այդ process-ը։ Չգիտեմ, մարտի 1-ի դեպքով գործ կամ հոկտեմբերի 27-ի կամ որևէ այլ գործ, բայց դրանք պայմանավորված չեն որևէ երկրում տեղի ունեցող որևէ process-ով։ Այնինչ ասում է երկրորդ նախագահը Հայաստանի եւ հակադարձում գործող իշխանության այն փաստարկներին, որոնք դուք եք ներկայացնում այսքան ժամանակին, կա կշռքի նժարին դնելով այսպիսի հնարավորություն։ Գիտեք, օրինակ Հայաստանի ինչ էր ասել Ռոբերտ Քոչարյանը 7 միլիարդ պարկից 2-ը փոշիացել է Հայաստան։ Օրինակ 1։ Գիտեք, դուք շատ լավ տեղյակ եք ազգային ժողովում այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան եւ երբ այնիշ տեսնում երբ Ռոբերտ եք Քոչարյանը իր արածների համար հիմա խաղի մեջ է մտցրել եւ ամբողջ պատասխանատվությունը փորձում է ուղղել եւ այս պատասխանատվությունը դնել որդու վրա եւ որդին այս ամենի համար պատասխան տա, ես ցավում եմ նման ծնողի համար, որպես ծնողի։ Բացառում եք, որ որդին ինքը իր կյանքն է ապրում, իր քաղաքական ուղին է արտում։ Գիտեք, ամեն վեկտորները ուղղված են դեպի որդի, որ կարողանա նաեւ ինչ որ կերպ խուսափի պատասխանատվությունից, ամբողջ պատասխանատվությունը թողնելով որդու վրա, բայց այստեղ միայն դրա մասին չի խոսքը, հասկանում եք, երկրի թիվ 1 այս պահին նաև մեղադրվող գործը, որ ընթացքի մեջ է եւ դատախազությունն էլ գլխավոր դատախազն էլ այդ մասին խոսեց ազգային ժողովում, մինչ այս պահ հայտնի ամեն դեպքում թվերով կոռուպցիաները խոսում է կոռուպցիայի մասին։ Դուք հասկանում եք ինչի մասին է։ Գուցե այստեղ դուք մեզ այլ տեղ քննադատեք, որ երկրի թիվ 1 կոռուպցիոները մեզ քննադատի։ Ինչի պետք է հասնի այն վիճակին, որ այս մարդը կարող է քննադատել այն իշխանությանը, որը եթե որտեղ չկա համակարգային կոռուպցիա այսօր, բայց եթե կոռուպցիան որևէ դրսևորում է հայտնի դառնում իշխանություններին, ապա նրանք չեն ունենում հովանավորներ եւ ձերբակալվում։ Պատասխանատվության ստեղծի, որ դուք անքննադատելի եք, հա? Գիտեք, մենք խոսում ենք դրա մասին եւ մենք խնդիրների մասին մենք ենք բարձրաձայնում։ Այն խնդիրների, որ նույնիսկ հանրությունը տեղյակ չէ, դուք դիմախոսներ իրավունք ունեն, բայց մենք ենք բարձրաձայնում դրան։ Գիտեք, եթե դուք մեզ քննադատեք որպես ժողովրդի մասնիկ եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ չեն ընտրել, այդ մարդիկ էլ մեզ քննադատեն, դա նորմալ է եւ դա այդպես պետք է լինի, բայց երբ այն թիմի մեծամասնությունը անցնում է կոռուպցիայով եւ եկել են կոռուպցիայի մասին բարձրաձայնում են եւ քննադատում են, սա մի բանի մասին է խոսում է այն մասին, որ օրենքը սկսել է գործել։ Բերեք ավելի շիտակ խոսենք, հա, եկել է հետ տալու ժամանակը դրա համար է այս կրքերը միանշանակ։ Օրենքը սկսել է ձեր ասած ժամանակը, որ մեզնանից պահանջվել է։ Ես չգիտեմ, երկրորդ նախագահը այսօր հումորով է ասել, թե իրականում ասում է Նիկոլ Փաշինյանը ինձանից հարուստ է այսօր։ Այո, ես ասում եմ, սրա համար իսկապես քննադատությունը կարող է մեզ ուղղված լինել հենց այդ մասով, որ թիվ 1 կոռուպցիոները կարող է քննադատել եւ կոռուպցիայի մեջ մեղադրել այսօրվա իշխանություններին այն դեպքում, երբ այսօրվա իրականության մեջ չկա որևէ համակարգային կոռուպցիա։ Եվ այստեղ այո, մարդիկ, ովքեր գողացել են, այս մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվություն։ Եվ սա պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկն է համարում Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի սրանով վեկտորները այլ ուղղությամբ ուղղի, կարողանա որոշակիորեն Այսինքն այնուամենայնիվ պաշտպանվել, այլ ոչ թե գնալ ընտրությունների, որտեղ ընտրություններին գնալու համար ինչ որ կերպ պետք է քաղաքական դաշտը, քանի որ իրենք նաև պատվերներ ունեն,
պետք է պատվերները իրականացնեն, կատարեն։ Դրսի մասին է։ Միանշանակ դա ներսից պատվիրը որտեղ է երևում այդ միջամտությունը։ Մենք բազմաթիվ անգամներ դրա մասին իրար հետ ենք խոսել եւ իր հարցազրույցում ըստ էության նա խոսում է նշмарում է այդ ուղղության մասին կամ այն կենտրոնների մասին, որից ինքը ուղղորդվում է։ Բելարուս, Մոսկվա, հա։ Դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է։ Դե դա ավելի լավ չի, որ մարդը չի թաքցնում իր կողմնորոշումը։ Գիտեք, մարդը չի կարող թաքցնել պարզապես, որովհետև նաև այս մարդու նկատմամբ կան ճնշումներ, հետեւաբար որտեղ պետք է թաքցնի։ Իհարկե, դա միանշանակ է եւ ակնհայտ։ Իսկ ինչ է կատարվում, եթե դա ձեզ հետաքրքրում է իհարկե, խորհրդարանական ընդդիմության միջև։ Գիտեք, դա մեզ քիչ հետաքրքիր է։ Քիչ է հետաքրքրում։ Իհարկե, դա մեզ քիչ հետաքրքիր է։ Ինչու՞ պետք է հետաքրքրի, եթե նրանք պարակտվեն ավելի լավ ձեզ համար։ Մենք դրա խնդիրը չունենք։ Մենք մեր արժեվ հետեւյալ խնդիրն ենք դրել, որ առնվազն ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես նախորդ երկու համապետական ընտրություններին է եղել, եւ սա երրորդը պետք է լինի, ամենաժողովրդավար ընտրություններն են, եւ սա բավական է, որ մենք նաև հնարավորություն ստեղծենք, եթե ժողովրդի կողմից կան ուժեր, որոնք պետք է խորհրդարան անցնեն, ապա իրենք լիարժեք հնարավորություն ունեն ժողովրդի կողմից քվե ստանալու եւ անցնելու խորհրդարան։ Դե չէ, այստեղ հանգուցային հարց կա, եթե Եվ ի վերջո հետեւյալը է։ Երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական ուժերը եթե միավորվում են, նաև հետեւյալի մասին Գյումրի օրինակն ենք ստանում, չէ, որը այսօր Ես կարծում եմ, այստեղ Գյումրու օրինակը այնքան էլ տեղին չէ, ընդհակառակը Գյումրու օրինակը եւս մեկ վկայություն է այն մասին, որ ինչպես կարող են ժողովրդին խաբել եւ Գյումրեցիները շատ լավ հասկացել են ինչպես խաբելու մասին է, չէ, ինչպես խաբել։ Այլևս մենք այդ փուլը հաղթահարել ենք եւ որպես իշխանություն դա թույլ չենք տալու եւ եթե տեղական ընտրություններին ժողովուրդը որոշել է որևէ քաղաքական ուժի ձայն տալու, մենք այդ մասին նաեւ Գյումրու ընտրություններին բարձրաձայնել ենք, որ այս ուժերը ովքեր իրար դեմ նույնիսկ իրար հայհոյում են, իրար թշնամի են ներկայանում, ի վերջո այս մարդիկ իրենց սկզբունքները դնելու են մի կողմ եւ պարզապես միանալու են եւ դաշինք են ձևավորելու եւ անցնելու են։ Մենք դրա մասին ժողովրդի հետ բաց ենք խոսել եւ եթե այդքանից հետո ժողովուրդը նման որոշում է կայացրել մտածելով որ մենք պարզապես ասել ենք որպեսզի մեր ձայները ավելանան մեր խոսքերի վկայությունը ընտրություններից հետո տեղի ունեցած process-ներն են եւ սա ժողովուրդը տեսնում է եւ ըստ էության գյումրեցին եւս մեկ անգամ հասկացավ որ չպետք է նման ճանապարհով գնա որովհետեւ այս ուժերը ովքեր ժամանակին իշխանություն են կազմել կամ արբանյակներ են եղել, հիմա պարզապես վարում են այն քաղաքականությունը, որ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ վարել են ժողովրդի նկատմամբ։ Լավ, ձեզ չի հետաքրքրում նաև հիմա, թե երկրորդի եւ երրորդի միջև այդ, չգիտեմ, բառը, որը ճիշտ կլինի, անհամաձայնությունը հին պատմություն է, թե նոր։ Գիտեք, դրանք կարող են նաև հին մինչ 18, հետ 18։ Վստահ եմ մինչ 18 թվականը։ 18-ից հետո երկուսից որևէ մեկը որևէ լեզա կամ հնարավորություն չի ունեցել 18-ից հետո որպեսզի այն կիսեն, բայց 18-ից առաջ միանշանակ ունեցել են կիսելու բան եւ ըստ էության իրենց մեջ խնդիրները պայմանավորված են մինչև 18 թվականի բազմաթիվ ոլորտների բաժանման կամ բիզնեսների եւ մնացած այլ։ Դա ձեր շահերից բխելու է, ուզեք թե չուզեք։ Ես եւս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ սա ոչ թե մեր շահերից որպես քաղաքական ուժի, սա ժողովրդի շահերից պետք է բխի, որովհետեւ բայց նորից պետք է կրկնեմ, որ ոչ թե սա մեր եւ ժողովրդի շահերից ըստ էության, որովհետեւ մենք ժողովրդի ներկայացուցիչներն ենք այստեղ, պետք է բխի, այլ այս մարդիկ պարզապես հետ վերադառնալու եւ իշխանություն կազմելու որևէ հնարավորություն չունեն։
Եվ իրենց ռեսուրսները պատերազմից հետո, որը ամենահավանականն էին համարում, դա 21 թիվն էր։ Դուք ամենահավանական բանն եք ասում, բայց իշխանության կողքին կամ իշխանության մոտ գտնվելու հնարավորություն ունեն։ Ես այդպես չեմ կարծում։ Որից հիմա էլ օգտվում են։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը շատ ավելի ժողովուրդը առնվազն ապրել է այդ տարիները եւ եթե մեզ ինչ որ պահի ցանկացած իշխանություն որևէ օր հեռանում եւ մեր նպատակն է, որ մեզանից հետո պետք է ավելի լավ քաղաքական ուժ գա փոխարինելու, որը Հայաստանի ժողովրդավարությունը չի սասանելու եւ այն ճանապարհը, որով հիմա Հայաստանը առաջ է գնում, շարունակելու են դա։ Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ ընտրություններում կարևոր են լինելու։ Ես կարծում եմ ընտրություններում 26 թվականի ընտրությունները շատ կարևոր են լինելու Հայաստանի Հանրապետության համար մի շարք առումներով։ Հայաստանի Հանրապետության դա երևի ամենաազդեցիկ գործոնն է։ Հայաստանի Հանրապետության անկախության համար է կարևոր, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար է կարևոր, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար է կարևոր, Հայաստանի Հանրապետության արտաքին մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի Հանրապետության առջև եւ որոնք վտանգ են ներկայացնում այն 3 դրույթները, որոնք ես թվարկեցի, շատ կարևոր են այս առումով եւ շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը դա գիտակցի։ Այսինքն նպատակը ունենալ այդ պայմանագիրը, խաղաղության կոչվող պայմանագիրը Հայաստանի ունենալ։ Հանրապետության համար այս պայմանագիրը առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Երկրորդը լրիվ ուրիշ կարծիքի է, խաղաղության պայմանագիրը չի լինելու է թուղթ Փաշինյանի մասին։ Սա ով է ասում։ Սա ներեցեք, դուք եք ասում, սա ես ցիտում եմ ասողին։ Թույլ տվեք, ես խոսքս ավարտեմ, որ ավելի կամ հարցս ավարտեմ, որ ավելի հռետորական է։ Սա դուք եք ասում, թե սա ասում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց շրջապատը։ Ես նորից ասեցի, այս ուժերը ըստ էության նպատակ ունեն վիճեցնելու այս process-ը, որովհետև այս process-ը Հայաստանի Հանրապետության ապագայի, Հայաստանի Հանրապետության հզորացման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ամրապնդման համար է։ Եվ այս մարդկանց ձեռ չի տալիս, որ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչվի, որովհետև իրենց կառավարման տարիներին Հայաստանը պահել են կախյալ վիճակում ցանկացած պահի Հայաստանի Հանրապետության գոյությունը հարցականի տակ դնելով եւ այսպես իրենք կարողացել են տասնամյակներ շարունակ կառավարել եւ իրենց նպատակն է սա չունենալ գալ իշխանության եւ նման մեթոդաբանությամբ շարունակել կառավարել։ Այդ պայմանագիրը չի ուզում նաեւ ձեր նշած դրսի գործոնը, հա։ Միանշանակ։ Վաղը Լավրովն է գալիս Հայաստան։ Հայտնի է ձեզ օրակարգը, ինչ կա այստեղ։ Ես կարծում եմ այս առումով ճիշտ կլինի, որ արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները խոսան։ Ես մտածեցի արդեն ինչ որ խոսակցություններ կան ներսում ազգային ժողովում։ Դրանից մեզ բաժին կհասներ։ Եթե նույնիսկ ճիշտ կլինի, որ մեր գործընկերները կառավարության։ Դուք ունեք տեղեկություն, Ալբանիայում հանդիպումը մեր նախաձեռնությունն էր, թե Բաքվի։ Գիտեք, եթե տեսանյութից, որտեղ նաև ընդդիմադիրները փորձում են քննադատել եւ այլ ֆոնի տակ ներկայացնել, ես կարծում եմ ճիշտ կլինի, որ նաև մեր նախաձեռնությունը դա եղած լինի։ Թե ում նախաձեռնությունն է, ես չեմ կարող ասել, բայց ես կարող եմ ասել իմ դիրքորոշումը։ Ես շատ կարևոր եմ համարում մեր շփումները հարևան երկրների հետ։ Դա ոչ ոք չի կարող ժխտել։ Պետք է հարևանների հետ գտնել լեզու, դա ճիշտ է, բայց ինչ գնով դա է հիմնական քննադատը։ Միանշանակ եւ մենք մեր դիրքորոշումների մասին բարձրաձայնել ենք եւ որևէ բան փակ չենք պահել եւ հետեւյալը նորից պետք է կրկնեմ, մենք չենք կարող վաղը արթնանալ եւ լինել օրինակ Լյուքսեմբուրգի հարևանը կամ արթնանալ լինել Արգենտինայի հարևանը։ Մենք այստեղ ունենք հարևաններ եւ առնվազն պետք է ձգտենք այդ հարևանական հարաբերությունները ձևավորել։ Եվ դա առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Շատ լավ։ Եվ իհարկե նաև մեր տարածաշրջանի անվտանգության մասին։ Ուղղակի պետք է ավարտենք
այսօր միտեղ հանդիպեցի ազգային ժողովի նախագահի բնորոշմանը այդ հանդիպմանը չեմ բացառում Բաքվի այդ քննարկումները շարունակվեն երկրների ղեկավարների ձևաչափով սա լիդերների հանդիպման անոնսի տպավորություն է թողնում թե գուցե նաև եւ ես առնվազն ուրախ կլինեմ որ այդ շփումները շարունակվեն կամ ինտենսիվանան որովհետեւ դրանք միայն կարող են արդյունք բերել մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար Այսքան շնորհակալություն Ռուստամ Բաքոյան ազգային ժողովի պատգամավոր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար